Ողջույն սիրելիներս, բարի առավոտ բոլորին, հուսով եմ բոլորդ լավ եք։ Այսօր մեր տանը ամանորյա արդեն տրամադրություն է։ Մենք արդեն մի ամիս առաջ ենք նախապատրաստվել ամանորին։ Մի խոսքով սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստեմ ֆրուչելա։ Շատ լավ համեղ ֆրուչելաներ են։ Ինչ է մեզ հիմա անհրաժեշտ։ Սիրելիներս, ես ասեմ, որ պատրաստելու եմ երկու տեսակի ֆրուչելա, մեկը բալի հյութով, իսկ մյուսը ծիրանի հյութով։ Սկզբից կպատրաստենք բալինը, հետո նոր ծիրանինը։ Մեզ անհրաժեշտ է ընկույզ, որն արդեն ես այսպես թելի վրա արդեն շարել եմ։ Արդեն խճճվել է։ Խնդրեմ, այսպես թելի վրա արդեն շարել եմ եւ այսպեսի հարմարանք եմ կապել, որ կախելուց հեշտ կախվի։ Սիրելիներս, ասեմ, որ պատրաստման եղանակը նույնն է՝ շաքարավազ, ալյուր, մեխակ, դարչին, բալի հյութ կամ ընկույզի մուրաբա կամ դոշապ, չգիտեմ։ Ինչ ուզում եք պատրաստեք, ուղղակի ես որոշեցի, որ այս անգամ գունավոր եմ պատրաստելու։ Ուզում եք սիրելիներս, դուք ձեր խյուսի մեջ գույն ավելացրեք, ուղղակի ձերքից դա գույն չկար, դրա համար որոշեցի, որ բալի եւ ծիրանի հյութով եմ պատրաստելու։ Սիրելիներս, լցնում ենք ալյուրը, սիրելիներս, ասեմ, որ բոլորի քանակը ես էլի կգրեմ նկարագրության բաժնում։ Սիրելիներս, ասեմ, որ իմ ալիքում կա շարոցի պատրաստման, ընկույզի շարոցի պատրաստման տարբերակը, ովքեր որ նոր են միացել, խնդրում եմ բաժանորդագրեք իմ ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք հետագա տեսանյութերը, որը կապված է ամանորի հետ։ Սիրելիներս, լցրեցի ալյուրը եւ հյութը, հիմա քամեմ եւ նորից վերադառնամ ձեզ հետ։ Սիրելիներս, ես արդեն լցրեցի, քամեցի իմ խյուսը, հիմա ավելացնում եմ շաքարավազը, խառնում եմ, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Այնքան սիրուն գույն է ստացվել, սիրելիներս, նուրբ վարդագույն երանգ ունի։ Մի քիչ ավելացնում եմ հյութ, ավելացնում եմ մեխակ եւ մեկ թեյ կտալ դարչին։ Եթե սիրելիներս դուք հիլ ունեք, ավելացրեք հիլ, շատ համեղ կստացվի, ես չունեի, դրա համար չեմ ավելացնում։ Եվ դնում ենք գազօջախին, մի լավ խառնում ենք եւ դնում ենք գազօջախին։ Սիրելիներս, գազօջախը նախապես չէ, բայց մի քիչ սկզբից պետք է ուժեղ լինի։ Հենց էբը ելավ, այսպես ասած, հենց սկսեց եռալը, կամածացնում եմ տակը։ Դե ես սկզբից ուժեղ եմ անելու, որովհետեւ ես ժամանակ չունեմ, մի քիչ շտապում եմ։ Դրա համար սկզբից ուժեղ կանեմ, որ արագ եփվի, հետո կամածացնեմ։ Տեսեք սիրելիներս, այսպես արդեն պղպջակներ է դուրս գալիս, արդեն համայրա պատրաստ է, համայրա, արդեն մի ժամ է ինչ ես խառնում եմ անդադար, արդեն մի քիչ դաժե քչացել է, խառնում եմ, համայրա պատրաստ է սիրելիներս, մի կես ժամ մոտավոր եփեմ, դաժե մի ժամ, երևի մի ժամ էլ եփեմ ու նորից միանամ ձեզ հետ։ Այդ ընթացքում սիրելիներս, ես ցույց չեմ տա, թե ինչպես եմ պատրաստում ծիրանի հյութով խյուսը, արդեն բոլորից պարզ է, ուղղակի բալի հյութի փոխարեն ծիրանի հյութ եմ ավելացնում, նույն բաղադրիչներն են, տարբերություն չկա։ Հիմա կեփեմ, վերջում կմիանամ ձեզ հետ։ Նայեք սիրելիներս, արդեն պատրաստ է մեր երկու խյուսերը, սա բալի հյութով խյուսն է, սա ծիրանի հյութով։ Ես արդեն ընկղմել եմ իմ ընկույզով շարոցը մեջը, խնդրեմ, այսպես գեղեցիկ հանում ենք ու կախում ենք։ Հաջորդը, սա նույնպես այսպես ենք անում։ Ու կախում ենք։ Եթե ուզում եք բաց գույնի ստանանք, ուրեմն մեկ անգամը բավական է։ Եթե ուզում եք մի քիչ թունդ, ուրեմն 2 կամ 3 անգամ եք ընկղմում խյուսի մեջ։ Սիրելիներս, պատրաստման եղանակը երկուսին էլ նույնն է, ինչ քաղցր սուջուխներին է նույնն է, ուղղակի եթե դուք քունջուտ ունեք, վերջում քունջուտ եք ավելացնում վրան, ավելի գեղեցիկ է ստացվում։ Տեսեք սիրելիներս, ես արդեն պատրաստել եմ, սա ծիրանի հյութով ֆրուչելաներն է, իսկ սրանք բալի հյութով են, երեխեք այնքան սիրուն գույն է ստացվել, չեք պատկերացնի, ուղղակի շատ սիրուն գույն է ստացվել, սա իմ սուջուխն է, պաստուրման, բոլորը ես ալիքում ունեմ ինչպես եմ պատրաստում սուջուխն ու պաստուրման, սա նույնպես արդեն չորացել է, սա քաղցր շարոց է, ծիրանի հյութով եմ պատրաստել, այսպես սիրելիներս, սա այսպես,
Շատ գեղեցիկ, սիրուն տեսք են ստացել, փայլուն, իրենք չեք պատկերացնի, այնքան սիրուն գույն են ստացել։ Տեսեք, սիրելիներս, ինչ եմ արել։ Ես այստեղ ունեի մի քիչ ընկույզ եւ խյուսից էր մնացել, որոշեցի, որ այսպեսի մի բան ենք պատրաստում։ Վերցնում ենք հարմար տարա, մեջ լցնում ենք խյուսը, խյուսի կեսը, կապ չունի ինչ խյուս է։ Այսպես շարում ենք ընկույզները։ Սիրելիներս, ասեմ, որ ուզում եք պատրաստեք սա կաղինով, հնդկական ընկույզով, շոտ համով կստացվի, գիտեք։ Ուղղակի ես ձեռքից տակ ունեի մեր տեղական ընկույզը, այսպես։ Այսպես, սիրելիներս, սենց ենք անում։ Կապ չունի, կոտրված է, ինք ամբողջովին է, հեչ էական չի։ Ուղղակի շարում ենք ընկույզները, այսպես, ես մի քիչ արագացնեմ, որովհետև շատ շտապում եմ, ժամանակ չունեմ, ինքը արդեն սարելու պրոցեսին է, հասցնեմ, որ ինքը ամբողջովին լրիվ չսարի, եթե սարեց մեր խյուսը, սիրելիներս, ինքը դոնդողա նման կլինի ու լավ չի ստացվի, այսպես ասած, մեր ուզած բանը չի ստացվի, այսպես դոնդողի հետ շատ դժվար է աշխատելը, պիտի նորից տաքացնենք, պիտի նորից եփենք, չգիտեմ, մի խոսքով, ահա, սա այսպես սիրելիներս, մի քիչ էստեղ տնա, ահա, սա այսպես, նորից լցնում ենք մյուս խյուսը, մեր կեսը, ծիրանի խյուսի կեսը, որը որ այսպես տարածում ենք, կարծես կրեմ ենք կսում, չգիտեմ ինչ կստացվի, պիտի որ լավ ստացվի, տեսնենք, հավատում եմ, որ համեղ կլինի, սիրելիներս, եթե քունջուտ ունեք, ավելացրեք վրան, շատ գեղեցիկ կլինի, սպիտակ քունջուտով, ուղղակի ես չունեի քունջուտ, չեմ ավելացնում, սա այսպես սիրելիներս, հիմա, սա դնում ենք մի կողմ, սա գնաց սարելու մի քիչ, պատրաստում ենք մյուսը, այստեղ ունեմ մի քիչ բալի խյուս, մնացած, սա այդտեղ տաք է, ամբողջովին ինքը չի սարել, հասցնենք, որ դոնդող չդառնա, այսպես սիրելիներս, մի քիչ էլ ենք ավելացնում, սիրելիներս, ասեմ, որ ես մեր պատրաստած աղանդերը, այսպես ասած, քաղցրավենիքը, դնում ենք սարը տեղ, որպեսի չորանա, անկեղծ ասած, ես չգիտեմ, եկեք անուն դնենք, այս մեր պատրաստածին, ընկույզով քաղցրավենիք, այսպես, այսպես, այդպես, նույն ձևի ընկույզները շարում ենք, նույն ձևի լցնում ենք, անգամ այսպես պիտի լցնեմ, որովհետև ես զգում եմ, որ սարում է, պետք չի, որ այդքան սարի, գիտեք սիրելիներս, այնքան անուշ բույր է տարածվել, ամբողջ խոհանոցով անուշ բույր է տարածվել, շատ, գիտեք ինչ, կարելի է, այստեղ վրան էլ ավելացնել մի քիչ ընկույզ, մի րոպե, հիմա կանենք, սա այսպես, սա այստեղ, մեր մյուս խյուսը ավելացնում ենք այսպես վրան, փակում ենք ընկույզները, այսպես անեմ, որ երևա, սիրելիներս, բոլորիդ երևա, չգիտեմ կհերիքի թե չէ իմ խյուսը, որովհետև քիչ է մնացել ու համարյա բաց տեղեր շատ կա, այսպես ենք անում, սիրելիներս, ով է այսպիսի բան պատրաստել, թող գրի մեկնաբանությունում, կամ եթե ուրիշ պատրաստելու ձևեր կա, խնդրում եմ գրեք, արձագանքեք, ես սիրով կօգտվեմ ձեր բաղադրատոմսերից, սա իմպրովիզացիա է սիրելիներս, սա պատրաստում եմ ես, ոչ մի տեղ չեմ տեսել, սա հենց այնպես մտքիս եկավ, անկեղծ ասած, պատահական մտքիս եկավ, որ կարելի է այսպիսի բաներ պատրաստել, այսպիսի, տեսեք սիրելիներս, արդեն սարում է, ու ես չեմ կարողանում իրար հետ նորմալ աշխատել, արդեն սարում է ու շատ վատ է դա, համել է վերջացրել եմ, սա այսպես, տեսեք սիրելիներս, սա դնում ենք մի կողմ, կարող ենք նույնպես այսպես վրան գեղեցիկ ընկույզներ շարել, բայց այս անգամ եկեք լրիվ ամբողջությամբ ընկույզը շարենք, որ գեղեցիկ ստացվի, հատիկ, այսպես,
այդքան էլ շատ չենք շարում, որովհետև մեր օգուտները քիչ է։ Պետք է մյուսին էլ շարենք։ Այսպես գեղեցիկ ուտեստ, գեղեցիկ քաղցրավենիք մեր ամանորին ընտառաջ, պատրաստեք սիրելիներս, զարմացրեք ձեր հարազատներին, ձեր հյուրերին։ Պատրաստեք ու զարմացրեք, որ կարողանում եք նման բաներ պատրաստել։ Սա իմպրովիզացիա է իմ կողմից։ Օգտվեք, գնացեք ու հենց հիմա պատրաստեք։ Ահա։ Այսպես սիրելիներս։ Շատ չենք շարում, որ գեղեցիկ ստացվի։ Սա դնում ենք մի կողմ, շարում ենք մյուսը եւ կվերադառնանք։ Դա արդեն ես կանեմ կադրից դուրս, այսպես ասած։ Տեսեք սիրելիներս, ես արդեն պատրաստեցի, ինքան գեղեցիկ տեսք ունի։ Սա բալի հյութով պատրաստածներ, սա ծիրանի հյութով։ Սիրելիներս, ես հիմա սա կտնեմ սառը տեղ։ Եթե դուք ունեք պատշգամբ, խորդանոց կամ չգիտեմ, սառը տեղ, դրեք։ Ես սա կպահեմ մինչև ամանոր։ Ամանորի նոր կկտրեմ, կթողնեմ լավ ինքը սառի, որ ես իրան ձևավոր եմ կտրելու։ Հետո դա առանձին տեսանյութ նորից կնկարեմ եւ ձեզ ցույց կտամ։ Ձևավոր կտրելու եմ, ձևավոր հարմարանքներ այդպես ունեմ։ Թխվածքի համար է թխվածքաբլիթների համար է նախատեսված ձևավոր ամաններ ունեմ, դրանցով կկտրեմ։ Ես առանձին տեսանյութ կհրապարակեմ ձեզ եւ ցույց կտամ վերջնական տեսքը, վերջնական արդյունքը, սիրելիներս, շատ հաճելի բույր է տարածել ամբողջ խոհանոցով։ Եվ այսօր այսքանը սիրելիներս, շատ շնորհակալ եմ, որ միացաք իմ ալիքին, շատ շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, սեղմեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք։ Ես մինչև ամանոր այսպիսի լավ անակնկալներ եմ ձեզ անելու, այսպիսի լավ տեսանյութեր եմ հրապարակելու, որ դուք օգտվեք, գնացեք ու հենց հիմա պատրաստեք։ Զարմացրեք ձեր հարազատներին, բարեկամներին, հյուրերին, մի խոսքով բոլորին։ Անկեղծ ասած սիրելիներս, մի բան ասեմ, ես փորձեցի շատ համեղ ստացել, թե բալինը, թե ծիրանինը, շատ համեղ ու գույները իրականում ուրիշ տեսք ունեն, տեսախցիկում լրիվ ուրիշ տեսք ունեն, տեսախցիկում համայրը նույնն է, բայց իրականում շատ գեղեցիկ գույներ են ստացել։ Եթե մի բան էլ ասեմ, եթե դուք սննդային գույներ ունեք, տոշտի գույներ, ավելացրեք, ավելի լավ։ Ես ուղղակի չունեի, չավելացրեցի, չգնեցի, մի խոսքով լա։ Շատ շնորհակալ եմ, որ միացաք իմ ալիքին, մնացեք իմ հետ, մինչև նոր տարի։ Ես էլ ավելի ու ավելի լավ անակնկալներ ունեմ, լավ տեսանյութեր ունեմ ձեզ համար պատրաստած։ Մնացեք իմ հետ, սիրով աղչում եմ ու սրտիկներ ձեզ։ Մնաք բարով։